Բարև, սիրելիներ, Ղևդացոց կրկին 18-րդ գլուխը գանտրաթարնա, թե ինչպես Աստված գգիրարգե իր 10 բադվիրանները մարդոց կյանքի բարականերուն, հատկապես անոնց կյանքի փարոյական կողմերուն վրա։ Մեգեն 5 համարներուն մեջ Աստված կբադվիրե Մովսեսին, ըսել ժողովրդին, որ առաջին հերթին անեդերը իրենց Աստվածը։ Մովսես պետք է նաև հիշեցնե անոնց, որ անոնք պետք չէ ընեն այնպես ինչպես ըրին Եգիպտոսի մեջ, խախտելով դերոջ օրենքները կամ հետևին կանանացիներու ընթացքին։ Այս տրվեցավ Մովսեսին, քանի որ ժողովուրդը կպատրաստվեր երթալ Կանանու երկիր։ Եվ դերը արգելեց անոնց խախտել այն բադվիրանները, որոնք ան դված էր անոնց։ Մենք կսխալինք խորելով, որ երբ Իսրայելի որդիները ելան Եգիպտոսեն եւ կացին խոստացված երկիրը, այնտեղ միշտ գաթ ու մեղր կար։ Իրականության մեջ այդպես չէր։ Թե եգիպտացիները, որոնց յետին ցկած էին, եւ թե կանանացիները, որոնց պիտի հանդիպեին մոտ ադենեն, խիստ ամփարո ժողովուրդ էին։ Վստահ կճանչնակ թերահավատներ, որոնք կհարցնեն, ով կսահմանե փարոյական կանոնները։ Իրականությունը թրված է Ղևդացվոցի մեջ, ուր Աստված գսե. Ես եմ ձեր Տեր Աստվածը, եւ Աստված կսահմանե կանոնները։ Ան այդ կանոնները գտնե մեր օգտին եւ մեր փարորության համար։ 10 բադվիրանները խախտելը սխալ է, քանի Աստված ինքս է, որ այդ սխալ է։ Ան մեզի գոհոքա։ Որքան ադեմ որ գաբրինք Աստծո աշխարհին մեջ, գշնչենք անոր օդը, գոկտվինք անոր արևեն, գխմենք անոր ջուրը, գկալենք անոր երկրին վրա, եւ չեք վճարեր վարձքը, նվազագույնը, որ գրնակ ընել, հնազանդիլն է։ Անգսե, դուք պիտի գիտնաք, որ ասոնք են այն բաները, որ ես կբադվիրեմ, եւ եթե զանոնք խախտեք, քինը պիտի վճարեք։ Սիրելիս, դու պիտի վճարես, օրմը անոր արչեւ պիտի գենաս։ Հիմա Աստված կբահանջե, որ իր ժողովուրդը սուրբ ըլլա։ Սրբությունը կյանքի բոլոր բարականերուն մեջ Աստծո բադվերն է, եւ նկատի ունեցեք, որ Աստծո զավակը Մովսեսական օրենքին դակ չէ, որպես ապրելակերպ, բայց այս կանոնները դակավին կապված են անոր առօրյա կյանքին։ Այն բաները, որոնք Աստվածը սավ, թե ամփարոյ են, 10 բադվիրաններուն մեջ կմնան ամփարո մինչև այս օրս։ Օրինակ, 6-16 համարներուն մեջ Աստված կզգուշացնե ասկականին մերգությունը փանալեն։ Արյան կամ ամուսնության միջոցով հաստատված մարդկային դարբեր փոխհարաբերությունները հատուկ կքննարկվին այս բաժինին մեջ։ Եվ Աստված արգելքներ դրավ որոշ արարքներու, որբեսի արգիլե մդերին ասկականական հարաբերություններու չարաշահ ամփարոյականությունները։ 17-ին 20-րդ համարներու մեջ Աստված գարգիլե դարբեր սերային մեղքերը։ Այս բոլորը, որովհետև Աստված կպաշտպանե դունն ու ընտանիքը շրջապատող ծայրաստիճան վնասակար սովորություններ են։ 21-րդ համարին մեջ մարդոց արգիլվեցավ իրենց զավակները զոհել մողոքին։ Պատկերացուցեք, որ ձեր զավակները մահվան կմատուցանեք, որպես զոհաբերություն գեղձ Աստծոմը։ Թերևս կմտածեք Աբրահամի եւ Իսահակի մասին, բայց այդ շատ դարբեր էր։ Աստված կփորձեր Աբրահամի պատրաստակամությունը հնազանդելու նույնիսկ ամենացավալի բարականերուն մեջ։ Եվ հիշեցեք, որ Աստված միջամտեց եւ թույլ չտվավ, որ զոհաբերությունը կատարվի։ Բայց Եգիպտոսի մեջ այս ընդհանրացած սովորությունն էր։ Պատկերացուցեք, մողոքի պատկերը խիստ գարմրած, իսկ փոքրիկներու մարմինները թրված էին այս արցանին քիրկը։ Կպատկերացնեք, թե որքան սարսափելի էր այդ, թե ծնողներուն եւ թե զավակին համար։ Կպատկերացնեք, որ դերը այսպիսի նման բան մը կանգնալե։ Այս սարսափելի սովորությունը ոչ միայն քեշ էր, այլ նաեւ հայհոյանք ճշմարիտ Աստծո անվան, քանի որ Աստված գսիրե իր բոլոր ժողովուրդը եւ հատկապես այդ դգար փոքրիկները։ 25 եւ 26 համարներուն մեջ կտեսնենք, թե ինչու Աստված հանեց կանանացիները այդ երկրեն։ Աստված ըսավ. այն երկրին բղձվելովը անոր անսկամությունը պիտի բաժեմ ու այն երկիրը իր բնակիչները պիտի փսխե։ Կտեսնեք Աստծո ստեղծագործությունը, երկիրը չգրցավ մարսել մարդոց չարությունը
եւ այդ պատճառով փսխեց իրենց։ Այդ պատճառով Աստված մարդոց ասավ, որ Երիքովի քաղաքեն նույնիսկ սեպմը ոսկի չվերցնեն կամ հագուստի թփչին։ Այնտեղ մարդիկը մեղավոր էին ամենասարսափելի մեղքերով, որ կարելի է պատկերացնել։ Աստված դրամփանական պատճառով հերացուց կանանացիները, որովհետև բարձավես Աստծո կպատկանի այն երկիրը, որ ան ստեղծեց։ Ան անոնց վարձակալություն տվավ միայն այսքան, եւ անոնք չհարկեցին այն երկիրը, որ ան ստեղծեց, ուստի ան դուրս թրավ զանոնք։ Այդպես պետք է այսօր ես եւ տուն ապրենք այս երկրին մեջ։ 60 անգամ մեզի կխոստացվի, այդ մեր վարձակալությունն է։ Երկիրը Աստծո է, եւ եթե ան չհավնի այն ինչ որ տուն գնես, այդ իր կորձն է, քու կորձդ չէ։ Եվ լավ պիտի լա մեզի համար, որ մենք մեր կորձերը դարձնենք անոր կորձը, որովհետև անոր կորձը պիտի հաղթե։ Ամեն։